Սիրում, կանխիկ հումոր հաղորդումն է, ինչպես եք։ Գիտեք ինչ, շատ են ասում, որ մասնակիցներ կա գալիս են ինտերնետից կատակներ են բերում, բայց ինձ թվում է դա իր լավ կողմն ունի, քանի որ մարդ 1 կարողանում է ինտերնետ մտնի, 2 կարողանում է ռուսերեն կարդալ, 3 կարողանում է ռուսերենից թարգմանել հայերեն ու 4 գալ այստեղ եւ ելույթ ունենալ։ Դե ինչ, եկեք դիմավորենք մեր հաղորդման բաղկացուցիչ մասերից մեկին, Գարիկին, դիմավորեք Գարիկ։ Բարև Գարիկ ջան։ Ողջույն Ռոբերտ։ Զարմացար, ինչու միայն քեզ կանչեցի, ուզում եմ հետաքրքիր բան ասեի, քեզ շատ եմ սիրում, լուրջ վիտամինը քո համար եմ նայում ես։ Դու չլինես վիտամինը։ Okay։ Իմացի դու էդի միշտ։ Ուրեմն ջան, լավ։ Դիմավորեք մեր մյուս մասնակցին, Վաչե։ Բարև։ Ողջույն։ Привет, Գարջան։ Ինչպես ես։ Մերսի։ Վիտամինը ապեն, դու չլնես։ Վիտամինը քո համար եմ նայում, լուրջ եմ ասում։ Մերսի Ռոբ ջան, մերսի։ Դու հիմքն ես վիտամինի։ Մերսի։ Ինչպես հասկացաք, երկերեսանի եւ լպրծուն այսպեսի բացումով սկսում ենք մեր հաղորդումը։ Խնդրեմ, նստեք։ Դե ինչ շատ սիրելի, շատ հարգելի հանդիսատես, կարող ենք սկսել։ Դե ինչ, իմ ամենաշատ սիրված հեռուստաալիքի եթերում է կանխիկ հումոր նախագիծը, իսկ ես ծանոթացնեմ մեր խաղի կանոնների հետ։ Առաջին փուլում մասնակիցը ունի 1 րոպե, եթե ծիծաղեցրեց վաստակում է 5000 դրամ։ Երկրորդ փուլում ունի եւս 1 րոպե, եթե ծիծաղեցրեց վաստակում է 25000 դրամ, երրորդ փուլում 50000 դրամ, չորրորդ փուլում 100000 դրամ, 5-րդ փուլում 250000 դրամ։ Մենք ունենք նաև եզրափակիչ փուլ, որի ընթացքում մասնակիցը պետք է ծիծաղեցնի Գարիկին եւ Աչեին միաժամանակ։ Եթե ծիծաղեցրեց, վաստակում է 1 միլիոն դրամ։ Դե ինչ, կարող ենք սկսել։ Այս երկու մոնիտորների օգնությամբ ես շատ ուշադիր նայելու եմ Գարիկի եւ Վաչեի կյանք դեմքերին։ Եթե նրանք ծիծաղեցին, ապա ես կկանգնեցնեմ խաղը եւ մասնակիցը կհաղթի։ Այսքանը։ Ծափարություններ։ Դիմավորեք Կոնստանտին Աբգարյանց, քաղաք Երևան։ Բարի երեկո Կոնստանտին։ Բարև ձեզ։ Ինչպես ես։ Լավ, մերսի։ Շատ լավ, քեզ էլ եմ ուզում հարցնեմ, ինձ թվում է եթե քեզ հիշեցին ձեր դուետով, երբ որ դուք դուետով եք ելույթ ունենում եւ մյուս տղան միշտ երգում էր ութավ կես։ Ինչու բաժանվեց ձեր դուետը, ինչու որոշեցիք Սենց անարդար կիսվել։ Անարդար կիսվել։ Չէ, հիմա Արտակը բացակայում է երկրից, Ռուսաստանում է։ Հյուրախաղերով Ընդեղ է ծիծաղացնում, խոպան է։ Հյուրախաղեր, լավ։ Իսկ Շատ չգիտեմ, կներես, ուղղակի Գարիկ։ քաղաքում լուրեր էին պտտվում, որ դուք ուղղակի քիչ գումար եք աշխատում, չեք կարողանում կիսել։ Ում տեսնում էի դա էր ասում, ուզում էի ճշտել։ Չկա այդպեսի բան։ Չէ, չկա։ Չկա, ամբողջը դու էր վերցնում։ Եղավ։ Կիսվում ենք։ Մեզ ճիշտ ասում ես, այո, ինչու բաժանվեցիք։ Որովհետև մեզ այդ հարցը շատ են տալիս, էլի։ Չէ, չենք բաժանվում։ Չեք բաժանվել, ընկերներ եք։ Հա, մենք շփվում ենք։ Շփվում եք Skype-ով։ Նետով, одноклассникով այնպես։ Դրուզաներից չէր ջնջել։ Շատ լավ, շատ լավ։ Դե ինչ։ Դե քանի որ քեզ բոլոր հարցերը տվել ենք արդեն էլ երկրորդ անգամ չենք տալիս, եթե պատրաստ ես կարող ես սկսել։ Պատրաստ եմ։ Սկսենք Կոնստանտին։ Այո։ Առաջին փուլ եւ առաջին 1 րոպե, սկսեցինք։ Երաժշտությամբ տարված մեր տակի հարևանը այդքան անորմալ է, որ անունը հարմոնիա է, ազգանունն էլ սոլֆեջան։ Երաժշտությամբ տարված մեր տակի հարևանը այդքան անորմալ է, որ տան դուռը սոլի բանալիով է փակում։ Երաժշտությամբ տարված մեր տակի հարևանը այդքան անորմալ է, որ одноклассникում նոտաներով է շփվում։ Երաժշտությամբ տարված մեր տակի հարևանը այդքան անորմալ է, որ իր աստորագրությունը լյա մինորում է գրում։ Երաժշտությամբ տարված մեր տակի հարևանը այդքան անորմալ է, որ ջրի տրուբեքը երաժշտական են, այսինքն շեփոր։ Հաջորդ համարը պատկերացրեք լապաուիխի ռիբյոնիկ լապավ։ Նորություններ։ Աղքատացել է երգչուհի,
Աղքատացել է երգչուհի Ռեհաննան եւ Ռեհանն է սկսել վաճառել անցումում։ Ինչե որ մարդիկ ֆրշտում են ասում են առողջություն, իսկ որ հազում են շան տեղը չեն դնում։ Վիոլետտա Գրիգորյանը ստեղծել է նոր գիրք «Ինչպես ճիշտ խոսել ռուսերեն» վերնագրով։ Ստոպ Կոնստանտին, եթե լիներ զարմացնելու մրցույթ դու կհաղթեիր ինձ թվում է, քանի որ Վաչեն շատ զարմացավ։ Կոնստանտին շարունակեք գրել եւ տենց հումորներ փորձեք։ Եվ կանչեք ձեր ընկերոջը Խոպանից։ Շնորհակալություն մասնակցության համար, ծափարենք Կոնստանտինին։ Շնորհակալություն, ստեսություն։ Տպավորություններս շատ լավն են, կապ չունի ես հաղթել եմ թե ոչ, շատ հիանալի նախագիծ է, ընդհանրապես վիտամին ակումբը շատ լավ նախագծեր է ստեղծում, դրա համար մասնակցում ենք, ոչինչ, կարևորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունն է։ Դիմավորեք Խաչատրյան Աշոտ եւ Ղուկասյան Էդգար, քաղաք Երևան։ Բարև ձեզ տղաներ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Անվանում ունի ձեր դուետը։ Այո, ունի։ Եվ Համեստ տղեկ։ Համեստ տղեկ։ Այո։ Համեստ տղեկի պատասխաններն եմ կարդում։ Որտեղ եք աշխատում, Գուլիատ եմ անում։ Ազատ ժամանակ ինչով եք զբաղվում, Օդնոյում լրված եմ պատասխանել Համեստ տղաներից մեկը։ Մանկապարտեզի հանդիսա ժամանակում դեն եք խաղացել Բուրատինոյի պատասխաները Մյուս Համեստ Սիրած ֆիլմը Էլ Դորադո, սիրած մարզաձևը ֆուտբոլ։ Եվ ինչ էր երազում դառնալ ֆուտբոլիստ բնականաբար։ Լավ, կարող ենք արդեն սկսել, դուետը այնպես բան է, որ պետք է քո աչքով տենաս ոնց որ ասում են։ Եվ ես Վերջ տղաներ, ոնց որ ասում ես։ հարցեր չկան Վաչե եւ Գարիկ։ Կանգնիր, թե չէ։ Կարդում եմ հարցերը, շատ կան հարցեր, պատասխաններ չկան, տենց ճիշտը որ ասեմ։ Այդքանը, շատ հետաքրքիր, շնորհակալություն։ Համեստ տղաներ, պատրաստ եք։ Այո։ Առաջին փուլ եւ առաջին 1 րոպե։ Սկսեցինք։ Հայան Ասնաբուժը այդպես էլ չի կարողացել հասկանալ Ֆիլիպ Կիրկորովի հիվանդության պատճառը։ Մարատ Հայրապետյանը ձեռնոց է նետել խոպանչիներին։ Հայաստանում աճող անանասը հասկացել է, որ ինքը անանաս չի, ինքը պրոստը բեսամ կայֆ է։ Աշխատանքի են հրավիրվում տգեղ արտաքինով աղջիկներ զուտ աշխատելու նպատակով։ Բյուրականի աստղադիտարանից երևում է անգամ Ավետ Բարսեղյանի զվյոզդը։ Համերի վարորդը վրայենթի է ընդարկել հետնյոտնին, ուրախություն այդ հետնյոտնի մեքենային ոչինչ չէր պատահել։ Կանխիկ հումորի ռոբը ազարարելով առաջին րոպեն պայթեցրել է վիտամինի շենքը։ Հայ գիտնականները պարզել են, որ երբ մարդիկ սոված են լինում, նրանք հաց են ուտում։ Ջուսի մենահամերգի ժամանակ կանքամաթորները լքեցին դահլիճը։ 102-ի լուրերը միշտ սկսվում են բարի երեկո արտահայտությամբ, որից հետո հաղորդավարը ամեն կերպ փորձում է ապացուցել, որ այդ երեկոն այնքան էլ բարի չէր։ Եթե առաջին փորձի ժամանակ դուք հաջողության չեք ասել, ուրեմն պարաշուտային սպորտը ձեզ համար չէր։ Հայ թենիսիստները վերջը։ Բրավո տղաներ, վանկարկում են դահլիճից, շնորհակալություն մասնակցության համար, բայց ցավոք միայն մասնակցության համար։ Ծափարենք։ Շնորհակալություն տղեկ։ Շնորհակալություն տղաներ։ Դիմավորենք մեր մյուս մասնակցին, Կարեն Խաչյան, քաղաք Երևան։ Բարև Կարեն։ Բարև ձեզ։ Ողջույն։ Կարծես ֆիլմից դուրս եկան, էլի ֆիլմ։ Կարեն, դու եղել ես մեզ մոտ եւ կարդացել ենք կոմասին։ Քեզ չի լինում մոռանալ, Կարեն։ Եվ կարելի է չկարդալ, միանգամից անցնենք Կարենի նոր հումորներին։ Մենք պատրաստ ենք, հարգելի հաղորդավար։ Պատրաստ եք տղաներ։ Կարեն, իսկ դու։ Այո։ Կարող ենք սկսել, Կարեն։ Այո։ Բարձր եւ վստահ, առաջին փուլ եւ առաջին 1 րոպե։ Սկսեցինք։ Պարզվում է Ֆիլիպ Կիրկորովը գարոսկոպով կտցրած է։
Քիմ Կարդաշյանը ոտքով պտույտ կատարեց իր տան շրջանով եւ հանդիպեց սեփական հետույքին։ Բարիս Մայսեևը բաժանվել է, պատճառը նրա հարբեցող կիսուրն է։ Սկսնակ աճպարերը փորձեց աչքերով տեղաշարժել բաժակը, փոխարենը ուժեղ լարվածության պատճառով արեց տակը։ 60-ամյա տիկինը վազելով տրոլեյբուսի հետևից գլուխը խփեց ստոլբին եւ տրոլեյբուսի փոխարեն հայտնվեց YouTube-ում։ Ասում են երեխայից կարելի է ճիշտ իմանալ, 8 ամսական աշոտիկին հրավիրեցին դատարան եւ պարզվեց որ գողերն են մաման, պապան ու ճիշին։ Բալիկ ջանով է ձեր տան ամենատարեցը, պապուս, 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 պապը, բայց դա վարիանտ չի, վավա, վարիանտը։ Քննությանը լավ չպատրաստված ուսանողը քաշեց ամենադժվար տոմսը եւ շահեց ուղղություն դեպի անմոռանալի հայկական բանակ։ Ստաժավորը Ֆրեյզերովշիկի 10 Ստոպ ցավոք Կարեն։ Չծիծաղեցրեցիր Վաչեն եւ Գարիկին, բայց քանի որ դու ունես ահարկու տեսք եւ կարծես ֆիլմից ես դուրս եկի, ես ուզում եմ տրիկորոշկի նվիրել քեզ, որ մի քիչ կբարիացնի քեզ, ինձ թվում է։ Ծափարեն Կարենի, շնորհակալություն մասնակցության համար։ Շնորհակալություն Կարեն։ Որպես փորձառու մասնակից խորհուրդ կտամ մնացած մասնակիցներին չլարվեն, ավելի լավ մատուցեն իրենց հումորները։ Դիմավորենք մեր մյուս մասնակցին, Ջաղինյան Սամվել, քաղաք Երևան։ Բարև Սամվել։ Ողջույն ձեզ։ Ողջույն Սամվել, Սամվելն էլ առաջին անգամ չէ մեզ մոտ։ Այո։ Չէ, այսինքն հարցերը մեզ մոտ նույնն է, տեսնենք ինչ-որ բան փոխվել է քեզ մոտ։ Մանկապարտեզում էլի նույն բանն ես խաղացել։ Չէ։ Ում ես խաղացել մանկապարտեզում այս անգամ։ Չամուր Մեղուի։ Չամուր Մեղուի, շատ լավ մանկություն։ Շատ լավ դեր ես մտածել։ Եվ Տենց ա եղել։ ինչ ես երազել դառնալ այս անգամ փոքր ժամանակ։ Ինչ եմ երազել։ Չեմ հիշում այդ հարցի պատասխանը։ Մի հատ թազ են մտածել, է։ Մի բան երազի դրա։ Լավ։ Ինչ եք անելու շատ գումարով, դու դոլար աչքերով սմայլիկ ես նկարել եւ կողքը գրել ես կարելի է մտածել։ Դե ինչ, սկսենք, որ դու էլ հետո ժամանակ ունենաս մտածելու, էլի։ Սկսենք Սամվել։ Սկսենք։ Սկսենք։ Առաջին փուլ եւ առաջին 1 րոպե։ Սկսեցինք։ Նկարահանվում է Կոլոմբո սերիալի հայկական տարբերակը, դետեկտիվը ավելի շատ է չամրվելու հանցագործին։ Մեր դասախոսը այնքան բծախնդիր է, որ մտանք քննության ամսի 26-ին դուրս եկանք ամսի 30-ին, հաջորդ ամսվա։ Կոպիտ խաղի համար Շակերն շատ հաճախ հեռացնում է Խելարպիկեին խաղադաշտից։ Կոլոտ ստրիպտիզ պարուին մագլցում է ձողի վրա։ Շենքի հակահիգիենիկ վիճակից բողոքող պարոն Բաբկենը սայթակեց եւ ավելի մոտիկից ծանոթացավ շենքի հակահիգիենիկ վիճակին։ Սառած գորտը հալվելուց հետո մարսում անցած տարվա ճանջերին։ Նոր սկանդալ էին հաղորդում արտասահմանում կիսաբաց եվրոլուսամուտներ։ Կատակասեր աղջիկը վերջին կատակից հետո ստիպված կազմեց ընտանիք։ Ստոպ։ Ստոպ, Վաչեն ծիծաղեց եւ Վաչենի ծիծաղը քեզ բերեց 5000 դրամ, Սամվել, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Պատրաստ ես մասնակցել երկրորդ փուլին, որտեղ կարող ես վաստակել 25000 դրամ։ Այո։ Չես վախում կորցնել։ Չէ։ Հաստատ։ Հաստատ։ Դե սկսեցինք երկրորդ փուլ եւ երկրորդ 1 րոպե։ Սոված ուսանողը վերջապես հասկացավ, որ բուլկին խոսում է։ Ակումբում ահավոր լարված պորտապարույն կրակեց հաճախորդին փորի պիրսինգով։ Լիմոնադ ակնթարթ վայելիր վերջին ակնթարթը։ Դուդուկա արտաղան տրուբչկով սոկ խմելուց դամ ապահում։ Բիզնես օֆիսում այսօր բոլորը թռվռում են ու անիմաստ ծիծաղում, շատ ֆանտակիչ լրջություն։ Լողորդ կարատեիստին ընկերների ձուկ բռնելու ժամանակ շպրտում են ջուրը, որ մեծ ձուկ բռնի։ Շատ զգայուն երիտասարդը վարակվեց Playboy-ի նկարից։ Սադոմազոյի սիրահարը դիտում է Վանդամի ֆիլմերը որպես էրոտիկա։ Տեսնելով շատ հարբած նարեկին կապիկները հասկացան, որ կապիկը մարդուց է առաջացել։ Շատ հարուստ մարմնավաճառում փողը չի հետաքրքրում։
Շատ երկար մազերով աղջիկը աշխուժ բարելով անկախի։ Ստոպ, Սամվել։ Չծիծաղեցրեցին Վաչեին եւ Գարիկին։ Ցավոք, ծափահարենք Սամվելին եւ ուղեկցենք։ Շնորհակալություն մասնակցության համար։ Ինֆորմացիա մեր գործընկերոջ մասին։ Ծրագրի գործընկերն է Հայաստանում արդեն իսկ լայն ճանաչում ստացած Կիրակի.am կայքը, որն ունի ավելի քան 100,000 այցելություններ յուրաքանչյուր ամիս։ Առաջարկում է արագ, մատչելի եւ առանց միջնորդի վաճառել ձեր բնակարանը, մեքենան կամ գովազդել ծառայությունը։ Ձեր ցանկության դեպքում Կիրակի.am-ի աշխատակիցը կարող է այցելել ձեզ, լրացնել տվյալները եւ լուսանկարել ձեր ապրանքը, խնայելով ձեր իսկ ժամանակը։ Մանրամասների համար այցելեք Արշակունյաց 2A մամուլի շենք կամ զանգահարել 54 72 54 հեռախոսահամարով։ Դիմավորում ենք մեր մյուս մասնակցին, Արարատ Ավակյան, Ջավախք։ Ողջույն Արարատ։ Ողջույն Արարատ։ Ես մի բան ստեղ տեսա ուզում եմ առանձնացնել։ Ամենաշատը ինչից եք վախենում, դու պատասխանել ես թունելից եւ փեսուցս։ Տենց է։ Իսկ որ թունելում հանդիպես փեսուն, ինչ վախենալու է։ Հուսով եմ այդպես բան չի լինի, որովհետեւ ես թունել չեմ էլ մտնում։ Իսկ ինքը միշտ այնտեղ սպասում է։ Դե ասենք տանն եմ իրանից վախենում։ Հասկացա, չէ, շատ լավ է որ տենց համեր աշխեք։ Իրոք լավ է սպրծել։ Լավ, սկսենք։ 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 Առաջին փուլ եւ առաջին 1 րոպե։ Սկսեցինք։ Մի խուլ գյուղում սիգարետներ են բաժանում, բոլորը ճմրթում քծում են։ Հարցնում են ինչի եք սենց բանանում, ասում են վրան գրած էր քամել։ Պապի, գթողես երբ մեծանամ ես էլ թոշակառն եմ։ Վրաստանցի կիոն մտնում է շենք, վիվասելի շենք, ասում է Խոմ դիա մակտիկո, մոտի տելեֆոնի կամոր թուլյան մոցնիլան, ասում աղբերը սխալ եք սանգե։ Կնիկը զայրացա մարդու վրա ամբողջ գիշեր խրկացուցիր, մեկ էլ գշտենե շունը հաչեց, մարդը ասում է ինչ ես ուզում, շունը հաչեր ես խրնգացնեի։ Հանգուցյալի համար կոշինք են առնում, հարցնում են կարող է փոքր լինի, վաճառողը ասում է մի քիչ ակնիկը բացվի։ Ոստիկանը կանգնացնում Արմենին ասաց. Ինչու անցար Գարմի լուսի տակով, Արմենը պատասխանեց, «Էդ անդեր այնքան բանցրեք կախե չկարացա վրայով անցնեի»։ Մորքուրից տեկերգինը կերթա արգա քաշելու, բժիշկը կսե հանե շորերը, ասում է որտեղ դնեմ շորերս, բժիշկը ասում է իմ շորերի վրա։ Ծափահարենք Արարատի մասնակցության համար, շնորհակալություն։ Ցավոք նա չծիծաղեցրեց եւ հեռանում է մեր հաղորդումից ձեռն ունեն։ Շնորհակալություն Արարատ մասնակցության համար։ Իմ ելույթին պակասեց, որ ես տետր էի եկալ է, մինչև այդ վրցնում էի, ասենք ժամանակը կնում էր ու շատ լարված էի։ Դիմավորենք մեր մյուս մասնակցին, Սարգսյան Հասմիկ, քաղաք Աբովյան։ Ողջույն Հասմիկ ջան, ո՞նց ես։ Լավ եմ, դուք ինչպես եք։ Ողջույն, շատ լավ, մերսի։ Այս ճկնաղ աղջիկը պատասխանել է ինչ եք անելու շահած գումարով, նա պատասխանել է կույրաղի քսեմ վիրահատելու։ Իրոք։ Չէ։ Ճկնաղ պատասխան։ Դպրոցում ո՞րն է եղել ձեր չսիրած առարկան։ Նա պատասխանել է զմայլված եմ բոլորով։ Այսինքն ինչ չսիրած առարկա։ Եվ ամենաշատը դու վախենում ես, դու ասա Էրիկ։ Շատը վախենում եմ քերուս պրավի նկարից։ Ումից քերուս պրավի նկարից պատասխանեց Հասմիկը, դե ինչ։ Եվ ամենասիրած ֆիլմը, մուլտֆիլմը, այն որ տղեն սաղ է մնում։ Իմացար որը։ Հա։ Բոլոր ֆիլմերը։ Բոլորը ամարը։ Պատրաստ ես Հասմիկ։ Իհարկե։ Առաջին փուլ եւ առաջին 1 րոպե, սկսեցինք։
Հորի կարոտից ծաղիկ կովը թառամել էր։ Դասատ լամաջը ուտելուց հետո լսում ես, թե ոնց է փորիդ մեջ շունը գրմռում կատվի վրա։ Շիկահերների ամենասիրած կինոնկարն անգլուխ ձիավորն է։ Ռեպեր Snoop Dogg-ի առաջնեկը Ավչարկի խառնուրդ է ծնվել։ Ուկրաինայում աղջիկ երեխաների մեծամասնությունը ատամհատիկի ժամանակ թաքնոց դոլար է վերցնում։ Հայկ Կասպարովի համերգի ժամանակ դահլիճում քար լռություն է եղել, քանի որ դահլիճում քարից բացի ոչինչ չի եղել։ Ստոպ։ Ես հələ ինձ զսպում եմ։ 5000 դրամ, շնորհավորում եմ Ասմիկ, Գարիկ ծիծաղելի կատակեր։ Դրա համար ծիծաղեցի ավելի շատ։ Ասմիկ դու վաստակեցիր 5000 դրամ, մասնակցում ես երկրորդ փուլին։ Այո։ Եթե չծիծաղեցես, կորցնես 5000-ը։ Ոչինչ։ Ոչինչ։ Այո։ Երկրորդ փուլ եւ երկրորդ 1 րոպե, պատրաստ ես։ Այո։ Սկսեցինք։ 60 անց պարաված օրիորդը ամուսնացել է 70 տարեկան ծերունու հետ թոշակը կրկնապատկելու նպատակով։ Աշխարհի ամենաքնքոտ մարդը հորանջելուց այնպես է բերանը բացել, որ տեսել է սեփական կույրաղիքը։ Խուլ գյուղից Երևան եկած ուսանողը սրճարանում թեյը պանիր հացով է պատվիրել։ Չիբուրաշկին այնքան ուժեղ է փրշտացել, որ ակաժներով ջարդել է սեփական քիթը։ Ամուսինը կնոջը խփելուց հետո կինը ապակողնորոշվել է, ապա է կանչել, ապա հարձան է պահանջել։ Շատ խոր գյուղում քյոթուկը կոտրում են 2 շաբաթ հագած նասկիներով։ Սոմալեցիները միակ ազգն են, որ չես հասցնում բարի ախորժակ մաղթել։ Անհավանական բառակապակցություն էր, սրտացավ դահիճ, աշխարհարչակ սանտեխնիկ, կուշ սոմալեցի, հակագազով կտվոր, գաղտնապահ ֆոտոլոգրաֆ, թունգբանով ստրիպտիզորշը։ Ասմիկ, մենք սպասում ենք, որ Ռոբը մի բան կասեր, որովհետև այդ դեպքերում ինքը օգտվում է եւ ծիծաղացնում է եւ փոխում է։ Ես նույնպես անակնկալի եկա, չէի սպասում, որ իմանայի անպայման կօգնեի։ Իրոք ես գիտեի դա սցենարի մեջ է մտնում լուր մնալը։ Ցավոք Ասմիկը չվաստակեց, գումար կորցրեց 5000 դրամը, պետք չի բայց տխել ժողովուրդ, 5000 դրամ էր, շատ չէր։ Եկեք ծափարենք եւ շնորհակալություն։ Ծափարենք, մերսի Ասմիկ։ Շնորհակալություն։ Տպավորությունները շատ լավն էր, հումորն ես վերջացան դամար չծիծաղեցեցի, բայց ոչինչ, եթե հնարավորություն լինի, եւս մեկ անգամ կմասնակցեմ, չեմ տխրում։ Դիմավոր է Գրիգորյան Ապետնակ, քաղաք Երևան։ Բարև։ Բարև։ Ինչպես ես։ Նորմալ։ Շատ լավ։ Սիրած մարզաձևում շամարտ, ռեպ է սիրում, գայլի դեր է խաղացել, երազում է դառնալ պապա, պապա, չսիրած կոնկրետ պապա դառնալ, թե այդ ոնց են դառնում պապա։ Կոնկրետ պապա դառնալ։ Հասկացա։ Okay, ես Տարզան, okay։ Մենք դեմ չենք։ Եղավ, շնորհակալություն պատասխանի համար։ Ես տղաներ։ Ապետնակ պատրաստ ես։ Այո։ Առաջին փուլ եւ առաջին 1 րոպե, սկսեցինք։ Մենակ հայերն են սպալցիվկով ծիծակ կոշիկ հագնում։ Մենակ հայերն են ավտոբուսի մեջ պերաշկի ուտում։ Մենակ հայերն են մատով տապշկեն նասկիով հագնում։ Մենակ հայերը կարան դրսի զուգարանները փողով սարքեն։ Մենակ հայերն են քեֆի գնալուց սոված գնում։ Մենակ հայերն են ինչ գալստուկի հետ կեպի դնում։ Մենակ հայերն են ամառը շոքից բողոքում ձմեռը ցլտից։ Մենակ հայը կարա գիշերվա ժամը 3-ին կարքին բրդու ջուտի ու հանգիստ քնի։ Մենակ հայերն են, որ երբ որ տուն լիքը մարդ է գալի կոֆեն կաստրուլկով են դնում։ Մենակ հայերն են, որ տաքսի քշելուն կարան ասեն գլդոն անել։ Դիպլոմ Մենակ հայերն են ինստիտուտ դիպլոմի համար գնում։ Մենակ հայերն են գնում ամենաէկզոտիկ երկիր ու սկսում ման գալ ռուս աղջիկ։ Մենակ հայերն են գիշերը 4-ին զանգում ասում քնած ես։ Մենակ հայերն են տրանսպորտից իջնելուց 100 դրամ տալիս ու ասում միած ստացի։ Մենակ հայերն Վերջ ժամանակը ավարտվեց եւ դու կարողացար ծիծաղեցնել Գարիկին եւ Աչեն։ Ծափարենք Ապետակին եւ շնորհակալություն մասնակցության համար։
Դիմավորենք մեր մյուս մասնակցին, Խաչատրյան Տիգրան, քաղաք Ջերմուկ։ Բարև Տիգրան։ Բարև ձեզ։ Ողջույն Տիգրան։ Տիգրանն էլ ենք չէ ճանաչում։ Ես ճանաչում եմ Հայկոյի հետ։ Ես չէ, այնպես որ կկարդամ։ Սիրած մարզաձևը բիլիարդ, ազատ ժամանակ քնում է։ Ինչ երաժշտություն եք լսում, 3 րոպեանոց։ Դպրոցում որն է եղել ձեր սիրած առարկան, դասխկի դասավանդած առարկան անկեղծացել ես դու, մանկապարտեզի հանդեսի ժամանակ ում դերն եք խաղացել, անցած անգամ ասել եմ։ Դե կներ ես էլի։ Չեմ խաղացել դրա համար։ Այն գծավտան։ Փոքր ժամանակ երազում էիր դառնալ բոյով տղա եւ դարձել ես։ Ամենաշատը վախենում ես կասկեքից։ Վերջ։ Ես ծանոթացա, արդեն լրիվ պատրաստ եմ դիմանալու։ Վերջի կատակի հետ կապված միայն Տիգրանի բարեկամները ծիծաղացին։ Իրական դեպք է, հա, կասկայի հետ կապված։ Նորից, մի հատ էլ ասա կասկա։ Կասկա։ Տիգրան պատրաստ ես։ Կարող ենք սկսել։ Այո։ Առաջին փուլ եւ առաջին 1 րոպե սկսեցինք։ Վազելինի գործանի տնօրենը ամեն անգամ պլստում է հարկայինից։ Գիտնականները պարզել են, որ կենդանական աշխարհում չկա ավելի դաժան տեսարան, քան փայփորիկների համբուրվելը։ 70-ամյա պապիկը հաճախակի էր հիշում իր առաջին 4 ժամանոց համբույրը, որից հետո փրկարները նրա լեզուն պոկեցին սառցե ձողից։ Ինչպես չդառնալ պատկաբլուշնիկ, գրքի հեղինակին կինը հերթական անգամ արգելեց հարցազրույց տալ լրագրողներին։ Տատիկը տանն էր մոռացել ակտոսները եւ մանկապարտեզի սխալմամբ տուն էր բերել պահակին։ Հայ բիզնեսմենը բռնելով ոսկե ձկնիկ բոլոր 3 ցանկություններն էլ ցանկացել է սեփական ոսկե ձկնիկներ։ Ամենաբամբասկոտ կինը այդ խմած տղամարդն է։ Ուժեղ քամին բարձրացեց աղջկա շրջազգեստը, որից հետո առաջին ժամադրությունը տեղափոխվեց 4 ժամադրության։ Հավի հիշողություն ունեցող կինը չի հասկանում, թե ինչու է ինքը ամեն անգամ հայտնվում հավաբնում։ Ի տարբերություն բոլոր գործարանների միայն օճառի գործարանի տնօրենի մոտ լավ զարգացված է մարդը մոտ։ Ստոպ Տիգրան, Գարիկին եւ Վաչային ցավոք չծիծաղեցրեցին, բայց ոչինչ, շնորհակալություն մասնակցության համար, ծափարենք Տիգրանին։ Շնորհակալություն։ Լավ հումորներ ունեի, ուղղակի ժամանակը շատ շուտ անցավ, հումորներն էլ լավն էին, ժամանակն էր պատճառը։ Իսրայելյան Արևիկ եւ Զաքարյան Ռազմիկ, դիմավորենք։ Բարև ձեզ։ Կներեք։ Տիկին Ռազմիկ, բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է Արևիկնով է։ Տիկին Ռազմիկ է փոքրիկ Արևիկը։ Ռազմիկ Արևիկ, ինչպես եք։ Լավ։ Լավ եք։ Այո։ Ձեր թորնույնը։ Այո։ Այո։ Տիկին Ռազմիկ, դուք մանկապարտեզի հանդեսի ժամանակ ում դերն եք խաղացել, դուք պատասխանել եք չեմ էլ իմանում երեխա եղել եմ, թե ոչ։ Եվ երազում էիք փոքր ժամանակ ինքդ ձեր համար շորեր կարել։ Եվ ինչից եք ամենաշատը վախենում, քնեմ, արտերը մնան հնձելու, եւ ինչ եք անելու շազգումարով, թորնիկս այնքան պահանջներ ունի պատասխանելուք։ Ինչ պահանջներ ունես դու, մի հատ կասես, գեղեցիկ աղջիկ։ Ինքն էլ կարող է ասել։ Մի փոքրիկ գումար ենք հավաքել իր դաշնամուրի համար։ Շատ լավ, իսկ եթե շահեք, դաշնամուրը պետք է գնանք։ Շատ լավ։ Շատ լավ, սիրում ես դաշնամուր։ Սիրում ես դաշնամուր։ Այո։ Ապրես։ Լավ, հուսանք կստացվի ձեզ մոտ ավելացնել դաշնամուրի գումարի վրա, մենք պատրաստ ենք արդեն։ Պատրաստ եք։ Մեկ էլ մի բան էլ ավելացնեմ, փոքրիկ Արևիկը երազում է դառնալ հայտնի ջութակահար։ Այո։ Դրա համար ասեցին փոքրիկ դաշնամուր։
Սա դաշնամուրներ կա, չէ՞։ Բայց ինչու ջութակ չես ուզում, որտեվ ավելի կօգնի ջութակը, որպեսզի դառնաս ջութակ։ Ու ավելի էժան է։ Ինչու ջութակ չեք ուզում, Տիկին Ռազմիկ։ Ջութակը պիտի նվագի։ Ջութակը արդեն ունեք, դաշնամուր եք ուզում։ Ջութակը նվագում է, դաշնամուր պիտի ունենա։ Տաղանդավոր աղջիկ։ Շատ լավ, շատ ուրախ ենք, որ եկել եք, տեսնենք ինչ եք պատրաստել։ Ծափ արենք։ Պատրաստ եք։ Այո։ Ես ազդարում եմ առաջին փուլի սկիզբը։ Առաջին փուլ եւ առաջին 1 րոպե։ Տղաներ, պատրաստ եք։ Սկսեցինք։ Այսօր ինչ է ստացել։ Չհասկացա։ Դաս ես պատասխանել, ինչ գնահատական է ստացել։ Ստոպ, Գարիկը ծիծաղեց եւ դուք վաստակեցիք 5000 դրամ, շնորհավորում եմ։ Եկեք ծափարենք դուետին։ Իդեպ ես մոռացա ասել, ձեր դուետը անվանում ունի։ Այո։ Ինչպես է կոչվում։ Տիկին Ռազմիկ, ինչպես է ձեր դուետը կոչվում։ Չեմ ծիծաղը չի թողնում լսեմ։ Ինչպես է կոչվում ձեր դուետը, ինչ որ անվանում ունի ձեր դուետը, թե ուղղակի տակտիկ եւ թորնիկ։ Չէ, առանց անվանման։ Առանց անվանման։ Արևիկը ինչա, պատրաստվում է ճաշ ուտի։ Կնվագի դուք կուտեք։ Այո, կերակրեց։ կերար։ Ես չլսեցի։ Կերար։ Չլսեցիր, բայց կերար։ Այո։ Դուք ունեք 5000 դրամ։ Այո։ Մասնակցում եք երկրորդ փուլին։ Իհարկե։ Եթե չծիծաղեցնեք, կորցնեք 5000-ը, ոչինչ։ Ինչ կարծիքի ես։ Ոչինչ։ Ոչինչ։ Եկեք ծափարենք։ Գլուխը բարձր։ Սպասի։ Եվ այսպես, երկրորդ փուլ եւ երկրորդ 1 րոպե։ Սկսեցինք։ Տատի, գիտես նոր նյութ եմ սովորել, մի հատ լսի։ Բավանց չէ, մազուրկա, իմանում ես ջահել էի, ոնց էի պարում, թվիստ էի պարում։ Չէ, դարչոյի լեզգին կան։ Դարչոյի լեզգին կան։ Ստոպ։ Ոնց էր պարում։ Ստոպ։ 25000 դրամ, դուք վաստակում եք ինձ համար աշխարհի ամենածիծաղալու կատակով։ Եկեք ծափարենք։ Դուք վաստակեցիք 25000 դրամ։ 25000 դրամը անձեռնմխելի գումար է մեզ մոտ, դուք չեք կարող կորցնել։ Այսինքն մասնակցում եք երրորդ փուլին։ Այո։ Որտեղ կարող եք վաստակել, գիտեք ինչ կան։ 50000։ Այո։ Եվ այսպես, երրորդ փուլ եւ երրորդ 1 րոպե, սկսեցինք։ Մի հատ շուտ ասելու կասա։ Շուտ ես հագնվեմ, շուտ ես վազվեմ, շուտ ես դպրոց վազեմ։ Կայնի հետի չեղավ շուտ ասելու։ Շուտ ես վազեմ։ Հետո մամա ինչ ասես, հետո պապա ինչ ասես, հետո տուր ինձ փողը, ինձ սպասում է պաղպաղակ ծախողը։ Յա, հանելու կասեմ, պտի հանես։ Որ հանեմ, փուչիկս կփչես։ Այ քեզ բան։ Հիմա ես փոքր չեմ։ Տատի, ես արդեն փոքր չեմ, չէ՞։ Իհարկե փոքր չես, շատ մեծացել ես։ Որ մտնեմ գետը, ձուկ կբռնեմ։ Դե, պտի ջրից չվախենաս, լողալ իմանաս։ Որ լողամ, ձուկ կբռնեմ։ Կարդ ունես։ Պապան պահել էր, բայց ես գտա, արի գնանք խաղանք, ձուկը հետո կբռնեմ։ Շատ բարի, շողիկ։ Են մեր վահանի աղջիկը փախել, լցել է։ Ստոպ, դուք վաստակեցիք 50000 դրամ շատ անմիջական կատակով։
Այդում էիք կանչում։ Մեկն ու մեկին էստեղից, բոլորին էլ կվերաբերվի։ Լավ, եկեք ծափարենք, նրանք վաստակեցին 50,000 դրամ։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, քանի որ դուք վաստակեցիք 50,000 դրամ։ Մասնակցում եք 4-րդ փուլին, որտեղ կարող եք վաստակել 100,000 դրամ։ Ոչ։ Ես իրեն հարցրեցի, ասում եմ մենք ագահ չենք, 50,000-ը արդեն կլրացնի։ Ծափարեք մասնակցության համար, կարող եք 50,000 դրամը ձեր վաստակած վերցնեք Վաչեից եւ Գարեկից, խնդրեմ, մոտեցեք նրանց։ Խնդրում եմ դաշնամուրը անպայման կառնես։ Դաշնամուրը, կապրես։ Տպավորությունները շատ մեծ են, շատ շնորհալի երեխաներ կան այստեղ, ես լսում էի, նրանց ընդունակությունները այստեղ են բացահայտվում եւ ես գտնում եմ, որ շատ հաճելի ժամանց է թե հանդիսատեսի համար, թե մասնակցի համար։ Այսօր այսքանը, բայց մեր հաղորդումը արդեն ունի ավանդույթ, Կիրակի.am կայքը նվեր է սահմանել այն մասնակցի համար, ով ցավոք չվաստակեց գումար։ Խնդրեմ, հրավիրենք այստեղ Կիրակի.am-ի աշխատակցուն եւ նա կասի ով է այն երջանիկ մարդը, ով կստանա նվերը։ Բարև ձեզ։ Օգտեմ ձեզ։ Անպայման։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Անցած շաբաթ 2 հոգով էիք։ Այո, հետաքրքիր է, ինչու էինք երկուսով։ Ինչու եք։ Ինձ էլ նվեր տվեցի, հիշում եք։ Իդեպ շատ լավն էր նվերը, ես ձեր կայքի օգնությամբ վաճառեցի նվերը։ Մեկ օրում վաճառվեց նվերը, իրոք, մեկ օրում, արագ։ Շատ ուրախ եմ, որ վաճառեցիք նվերը, բայց մեր կայքի միջոցով այդպիսի նվեր չէիք կարող վաճառել, այդպիսի իր չէիք կարող վաճառել։ Մեքենա էր մեջը։ Լավ։ Չգիտեիք դուք երևի։ Ոչ, որ իմանայի չէի տա ձեզ։ Ում ենք հանձնում այս մրցանակը։ Այս մրցանակը այսօր որոշեցինք հանձնել Հասմիկ Սարգսյանին։ Հասմիկ Սարգսյանին դիմավորենք։ Հասմիկ ջան, Կիրակի.am-ից քույրիկը քեզ նվեր է տալիս։ Ծափարենք Հասմիկին։ Եվս մեկ անակնկալ։ Տալիս ենք նաև այս կտրոնը, որի միջոցով կարող ես անվճար հայտարարություններ տեղադրել մեր կայքում 6 ամիս, բայց խորհուրդ չէի տա, որ դու էլ քո նվերը տեղադրեիր մեր կայքում ու վաճառեիր։ Քանի որ շատ լավ նվեր է, բայց շատ լավ կայք է։ Իրանց կայքում տները իրար հետ ծանոթանում են, իրար հետ տեղ են գնում։ Ծափարենք Հասմիկին եւ շնորհակալություն հայտնենք Կիրակի.am-ին։ Ծափարություններ։ Եթե դու հենց հիմա նայում ես կանխիկ հումոր հաղորդումը եւ մտածում ես, տենաս ես հաղորդավարը ամուսնացած, ապա ես կասեմ, եթերում կանխիկ հումոր հաղորդումն է, հանդիպեք մի օր շաբաթ։